Շոումեն Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքը բավականին ակտիվ են և իրենց գործունեության մեջ, և ինստագրամյան հարթակում։ Ընտանիքը պարբերաբար հրապարակումներով է հանդես գալիս, կիսվելով իրենց գործունեությունից, առօրյայից, ինչպես նաև ընտանեկան ջերմ մթնոլորտից։ Ընդամենը ամիսներ առաջ Շոումեն Արամ Մելիքյանը հանդես եկավ հրապարակումով, պատմելով, որ իր դուստրը Էլիզան որոշել է մենակ ապրել։ Մեր ընտանիքում կարևոր փոփոխություն է եղել, որի մասին ուզում եմ կիսվել։ Մեր Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել։ Ինչպես ինքն է ասում, իր կյանքում նոր փուլ է, նոր մարտահրավերի ժամանակաշրջան։ Ինքն ուզում է ինքնուրույն դառնալ։ Թե ես, թե կինս ու մեր ամբողջ ընտանիքը մեր մաքսիմումն արել ենք, որպեսզի բերենք այն կետին, որ Էլիզը հնարավորություն ունենա առանձին կյանք սկսելու։ Այս պահից սկսած մենք մեր ընտանիքի մի շատ գեղեցիկ պատմություն ավարտում ենք մի նոր սկզբի համար։ Սա ավարտ չէ, սա իրականում այլ սկիզբ է։ Էլիզի մոտ շատ կայծակնային որոշում է եղել, բայց մենք ամեն հարցում իր կողքին ենք, կփորձենք ամեն հարցում աջակցել, բայց այս պահից սկսած Էլիզն ինքն է լինելու իր գործողությունների պատասխանատուն։ Մենք հարգում ենք նրա որոշումը, նա 20 տարեկան է դառնում։ Սա շատ կարևոր փուլ է, սովորական բարդ փուլ է, որի մասին պարտադիր եմ համարում կիսվել բոլորիդ հետ, պատմել է Արամ Մելիքյանը։ Դրանից առաջ Էլիզ Մելիքյանն ինստագրամյան էջում հրապարակում էր արել այդպիսով պատմելով, որ իր կյանքում բարդ փուլ է, որը փորձում է պատվով հաղթահարել։ Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ ընկերություն անելուց հետո Էլիզն ու Հարութը բաժանվել էին։ Այս ընթացքում Էլիզան պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես է ինքնակազմակերպվում, ինչպես է իր տանը հաց պատրաստում, ինչպես է զբաղվում այնտեղի մաքրությամբ։ Սակայն ժամանակ առ ժամանակ Էլիզան իր խոսքում նշում է, որ երջանիկ է, որ մենակ է ապրում, քանի որ տանը ցանկացած որոշում ինքն է կայացնում, եւ վերջին հրապարակման մեջ հերթական անգամ Էլիզան տվյալ միտքն է ակնարկել։ Լավ է, երբ որ դու մենակ ես ապրում, քանի որ ոչ ոք չի ասի քեզ սա այնտեղ մի դիր, նա այնտեղ մի արա։ Էլիզան կարծես թե այս ամենով ակնարկում է, որ Արամ Մելիքյանի տանն ապրելու օրոք իրեն խանգարել են ինչ-որ որոշումներ կայացնել, տանը մեկ իր, մեկ այլ իրի փոխարեն դնել եւ այդպես շարունակ։ Սակայն այս ամենն իրականում այդպես չէ, բոլորը գիտեն Արամ Մելիքյանի կնոջ բնավորությունն ու նրա հեշտ եւ բարի տեսակը, սակայն Էլիզան իր հրապարակումներով փորձում է ամեն կերպ ուշադրություն գրավել, իսկ նմանատիպ հրապարակումները ամենալայն տարածվողն են համարվում համացանցում։ Նշենք նաև, որ ընտանիքը օրեր առաջ նշում էր փոքրիկ Տիգրանի ծննդյան 1-ամյակը։ Ուղիղ 1 տարի առաջ ծնվեց նրա ընտանիքի ամենափոքրիկ անդամը՝ փոքրիկ Տիգրանը։ Նա իր ծնունդով լույս էր այս ընտանիքի համար։ Փոքրիկի ծնունդին սպասում էին ոչ միայն Մելիքյանները, այլ նաև մի ամբողջ հանրություն, ովքեր հետևում էին Լիլիթի հղիության ողջ ընթացքին։ Այսօր արդեն փոքրիկ Տիգրանը 1 տարեկան է։ Ընտանիքը մի քանի հրապարակումներ է արել ինստագրամյան հարթակում, այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Մելիքյանների ավագը Էլիզան գրել է. «Իմ Տիգրան, իմ փոքր մարդուկ, այնքան մեծ սեր եմ զգում քո հանդեպ, որ չեմ կարող բացատրեմ։ Անցած տարի այսօրը մեր բոլորիս կյանքը լուսավորվեց քո ծնունդով ու արդեն 1 տարի է, ինչ քո լույսը փայլում է մեր ընտանիքում։ Իմ սրտում մի առանձին տեղ կա, որը միշտ միայն քոնն է», նշել է Էլիզը։ Մելիքյանների ընտանիքի ինստագրամյան էջում հետևյալ հրապարակումն է արվել. «Այս ապրումներից անցել է ուղիղ 1 տարի։ Հենց հիմա գրելուց ամբողջովին փշաքաղված եմ։ Ոնց ենք սպասել մենք քեզ, ոնց ենք երազել քո մասին, մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ տղա, Տիգրան»։ Իսկ Լիլիթը հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ գանձ տղա»։ Ընտանիքը մանկական սրճարաններից մեկում հավաքույթ է կազմակերպել, այդպիսով իր շուրջը հավաքելով իրենց մտերիմներին ու հարազատներին։ Նրանք նշել են Տիգրանի ծննդյան տարեդարձը, որից մի քանի կադրեր հրապարակել ինստագրամյան հարթակում։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Ուրեմն 40 րոպեից իմ գանձ տիկոյիս ծնունդն է, հրաշքս դառնում է մի տարի, մի տարի անցավ ու ես փոխանակ հիմա, ասենք, վայելեի իմ գանձուշներին, իմ պուպուշներին, իրանց գնայի տեղերից մեջ գրկեի, ես չգիտես ինչի ես քշեղակեսին
վայելում եմ Իրան։ Հաղթողներին ես նայում։ Արա չես ու տղուս ծնունն է, Հա, վաղ շնորհավոր, 40 հա։ րոպեից։ Հա, լավ։ Արա պուճուրիս, արա գանդի, լենը, սերը։ Արա ձեր հետ եմ հասկացում տղուսին, հասկանում ես։ Բասը։ Մենք էլ ենք քո զավակները։ Ինքն ու զավակներ։ Սերներս, այո։ Այսօր Squid Game-ի նկարումներն է։ Արա ֆանտաստիկ էմոցիաներ են մեզ սպասվում ու հա լիքը շնորհավոր եք, ես գիտեմ որ Տիկոին շատ եք սիրում, բայց ես ոնց եմ իրացում, գժվում եմ իր համար, ինքը մի քիչ որ մեծանա կների ինձ, որ այս բանը ես իր ծոցը չեմ եղել։ Դե մի հատ էլ պուճուրից ծնունդը շնորհավոր եք, շնորհավոր եք։ Շնորհավոր ծնունդը դու դեմ մորոտ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էր Արամ Մելիքյանի մայրիկի ծննդյան տարեդարձներ։ Վերջինս եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Մենք ներկայացրել էինք Արամ Մելիքյանի, նրա եղբոր Հայրիկի եւ առհասարակ Մելիքյանների տղամարդկանց անակնկալը Արամ Մելիքյանի մայրիկին։ Վերջինս բավականին հուզվել էր։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Մելիքյանների մասնակցությամբ շքեղ հարսանիք էինք ներկայացրել։ Ամուսնանում էր դերասան Ազատ Անիբարյանը։ Վերջինս հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի ՈՒՀ թիմից։ Նրա սիրելին Էլենը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ներկա էին այս ուրախ իրադարձությանը։ Երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով է հանդես եկել նոր ամուսնական սույգը։ Բացի այդ, բավականին յուրօրինակ եւ չկրկնվող հարսի պարով է հանդես եկել Ազատի կինը Էլենը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մագա Արությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Արամ Մելիքյանն իր ողջ ընտանիքով, բլոգերներից Նինա Տիտանյանը, Աստվածուհին եւ մի շարք այլ հայտնիներ ներկա էին։ Նրանք մի լավ ուրախացել են պարել եւ իրենց գեղեցիկ օրվա կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Ինչպես ավելի վաղ նշեցին, Ազատը հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի թիմից։ Թիմը ստեղծվել է 2014 թվականին։ 2015 թվականին խաղացել են Ստավրոպոլի Կովկաս լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է խաղի լավագույն տղամարդ դերասան։ 2016-ից Կրասնոդարի կենտրոնական լիգայում են խաղացել, երկու դեպքում էլ հասել են եզրափակիչ։ Սկզբում թիմը բաղկացած է եղել միայն արցախցի տղաներից, սակայն հետո նրանք հասկացել են, որ թիմին համալրում է անհրաժեշտ 2016-ին համալրեցին թիմը Վահեն ու Ազատը Հայաստանից։ Նշենք նաև, որ թիմում տղաները բավականին մտերիմ են։ Նրանք հումորով, կյանքով լեցուն, սրամիտ ու անկաշկանդ են։ Նշենք, որ ավելի վաղ Ազատը խոսելով հումորի մասին ասել էր. «Չլիներ հումորը, ապա նորմալ գործ կունենայինք, ամեն կատակի մեջ կա ճշմարտություն»։ Ճիշտ է, կգոռար Նազանի Հովհաննիսյանը ամենախելացին հաղորդաշրջանակներում։ Հումորը մեռնում է, երբ տարիքն արդեն այն չի լինում, Հայաստանում էլ նորմալ բուժում չկա։ Ինչ լինում է, թող հրաժեշտին լինի, ծիծաղում է նա, Վաստակը։ Հավելենք նաև, որ առանձնացրել ենք 3 տեղի ունեցած շքեղ երեկոյից մի քանի կադրեր, ներկայացնում ենք դրանք ձեզ եւ միանում բոլոր շնորհավորանքներին, մաղթելով զույգին համատեղ երկար տարիների երջանիկ կյանք։ Եղով եկել ենք հարսանիք, շուտվանից սաղցեղով իր այդ չենք հարել։ Հələ ռազբոյնիկին նա եկան։ Լուձիվ չորնմ։ Ուր աստելը։ Մենոց հաց ուտելու։ Մի տեսակ աստելը։ Սոված է։ Չի ուզում, չէ՞ գա։ Ուր։ Ստե չի ուզում գա։ Մենք մեր շատ սիրելի Աֆինայում ենք։ Մեր շատ սիրելի ընկերների Ազատի ու Էլենի Լասայլենի շորին սիրում էր։ Հա, շոր։ Շոր։ Սա ցույց կտանք մեր հասիկին ֆեսային շատ սիրում են։